Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերով մեր սովածու ծարավ հոգին կերակրի սնի, որ օրորի աճելով մեծանանք, սրբությունը կատարելագործվի Աստծո վախովը եւ օրորի Քրիստոսի լման ասակի չափն ունենանք։ Եթե իրոք աճենք հոգեվորապես, ուզենք չուզենք պետք է Քրիստոսին նմանվենք։ Իսկ եթե մեռնենք, թողենք Աստծուն, ուզենք չուզենք սատանային ու աշխարհին պետք է նմանվենք։ Ամեն։ Ուրեմն որ եկեղեցին որ աշխարհին նմանա, նա մեռել ու գնացել է աշխարհ, ամեն։ Բնականաբար աշխարհի տիրոջ ցանկությունները պետք է կատարի։ Այն եկեղեցին որ աճում է, այն եկեղեցու անդամները որ աճում են, ել ուրիշ սուրբ չկա ասում քեզանից բացի, միայն դու ես սուրբ։ Մենք օրորի ըստ Եփեսացի 4-ի աճելով Քրիստոսի լման հասակի չափը պիտի ունենանք, մինչև ամենքսալ հասնենք Աստծոյ որդուն ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ հլալու, Հիսուս Քրիստոսի լման հասակի չափն ունենալու։ Ամենքս ատորամար պետքա շատ ծնվենք Աստծո խոսքով, ամեն, աղոթքով եւ պաշտամունքով։ Վերջ, մնացած ամեն ինչը արողը Տերն է։ Դու ուզես թե չուզես, Տիրոջ խոսքի մեջ ես պաշտամունքի, աղոթքի, փառաբանության, ճշմարիտ հոգեբարձուների հսկողության տակ ես, ուշադիր են որ հանդիմանեն քե ամեն ինչում։ Վեր դու աճում ես, դու ուրիշ տարբերակ չունես, այդ ճանապարհը քանի գնա նեղանում է, եւ քանի գնա դու վերջում Հիսուսանման ես կանգնում ես Հիսուսի դեմը, եւ դու Հիսուսանման արդեն դարձած ես։ Ամեն։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, չկա այլ տարբերակ։ Հենց սկսեցիր աշխարհը սիրել, աշխարհին պետք է նմանվես եւ աշխարհի տիրոջ ծառան ըլլաս։ Ատորամար մենք շատ աստում ենք աղոթն ու գիրքը եւ մենք օրորի Քրիստոսի նման ենք դառնում։ Ամեն։ Ամեն։ Այսօրվա մեր սերտողությունն է երկոց 4-րդ գլխից սկսած։ Դելի եմ ասում, գիտեք, որ էսի հարսի փեսայի կին ամուսին հարաբերությունների մեջ շատ կարևոր բաներ է փոխանցում մեզ։ Ամեն։ Առաջին ընդունենք հարս եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի սերը, երկրորդը կին ու ամուսին սիրո հարաբերություն։ Ամեն երկու բաններ կա, անցած երթողությունն էլ նախաբանին ասեցի։ 4-րդ գլուխ։ Սիրիալի գերազանցություն էլի առավելությունը։ Սիրիալը հարսն է։ Հիմա խոսում է փեսան։ Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս։ Գեղեցիկ աչքերդ աղավնի աչքերի նման են ծամերիդ ետևից հաստ է գրած, բայց դուք կարակ ուղեք ծամերիդ մազերիցդ առաջ էլի որ բերում գցում են աչքերի վրեն մազերը։ Դա ծամերիդ ետևից է։ Մազերդ ուշադիր ժողովուրդ։ Ես առաջ որ առաջի Կորինթացիս 11-ում գրված էր որ մազերը պետք է փռած լինի, եւ առաջի Տիմոթեոս 2-րդ գլխում էլ գրված էր որ հյուսված պետք է չլինի։ Ես ասում եմ Տեր ջան, կարաս մի համարել 9 ուխտից գոնե ցույց տաս, որ իմանա հարսը ինձ ձևի պետք է մազերն ունենա։ Ու երկոց գրքի մեջ գտա այդ համարները մի քանի տեղ։ Հիմա տեսեք։ Մազերդ գաղած սարում պարկող, փռված այծերի հոտի նման են։ Գաղած սարում հաստատ այծեր էս ստոլբայի նման մի կուշկա չեն լինում, ես փռվում են, տեսել եք սարի դոշին ոնց են գառները փռվում։ Այդ ձևի քո մազերը պետք է փռվի քո կրծքի կամ ուսերի մեջքի վրա, ամեն հյուսված չլինի, չկտրվի, չներկվի։ Նորից կարդամ, ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, էսի փեսանա գովում, Հիսուսը այտենց հարսի է հավանում, գեղեցիկ, աչքերը տաղավնի աչքերի նման են ծամերիդ ետևիցը, բայց առաջիցը պետք է լինի։ Հա, ծամերիդ ետևիցը։ Մազերդ գաղադի սարումը պարկող այծերի հոտի են նման։ Հասկացաք, սա հարսի մազերի ձևը, կամ կուրսքին ու մեջքին, կամ լրիվ մեջքին փռված։ Հյուսվածք ոչ։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 8-ից 9 խոսքեր ընթերցեք կիմանաք եկեղեցու կարգու կանոնը գրած է թե ոնց պիտի կինը լինի, ինչ հագուստակնի, կուրքեր չունենա, խոսա աննպատակ չի։ Նույնը գլուխ 6-ի 5-ն է նույնը ասում։ Ընթերցեմ էտի, որ դուք համոզվեք։ Գլուխ 6-ի
5-րդ խոսք դարձուր աչքերդ իմ էլի փեսանա խոսում դարձուր աչքերդ իմ առաջից որ հարցակվում են ինձ վրա մազերդ գաղադում պարկող փռվող այծերի հոտի նման են նույնը գլուխ 4-ի 1 ընթերցեցի կարակ վկայությունները դնեք եթե սա նպատակ չունենար եթե սրանով մեզի բան փոխանցելու չլիներ 2 կամ 3 տեղ չեր գրվի մի գրքի մեջ ամեն աչքերի ձևը մազերի փռվածքը ուրեմն մազերդ գաղադի սարում պարկող այծերի հոտի են նման ատամներդ լվացարանից դուրս եկող խուզված հոտի նման են սպիտակ տեսեք մարդկա թողում ժանգոտում ջանչանում մոքրի իր ատամները ասես որ հանգարց պրոշտերը բացում է ասես արակներից կեղտերը թափում է մի քիչ հիգիենային հետևող եղեք թե եղբայրներ թե քույրեր այո ձեր ատամները պետք է սպիտակ լինի թամբալություն եք անում կերակուրը կերակ հելեք մի հատ ողողում կատարեք այ որ դուք սովորեք մարմինը ողողել հոգին էլ կողողեք ամեն Համ հոգու կեղտից կզզվեք, համ մարմնի, ուրեմն ձեր ատամները սպիտակ, մաքուր, պարկեշտ առաքինի, այդ մաքրությունը մենակ ատամներին չի վերաբերվում։ Ասում եմ մի հատ էնոր մեկի կողքով մեր հարևանն անցեր, ես իր այդ մտալիվ ասում եմ շնչառությունը չբրվավ, տարից տարիքով կինը, ասում եմ ինչ շնչառություն, ասում եմ շունչդ կարարը թե շնչեիր մինչև այդ կինը լիֆտից դուրս եկավ նոր ասկտը իրոք դաժան հոտ էր գալիս, լավ ժողովուրդ էդի դուք չեք առնում, նարկոս, ձրի նարկոս, տանենք իվանդանոց, ձրի նարկոսի տեղ կարան օգտագործեն, էսի վերաբերվում է կնոջ մաքրությանը, առաքինությանն ու պարկեշտությանը ամեն, որ հավատքիդ վրա առաքինություն պետք է լինի։ Ատամներդ լվացարանից դուրս եկող խուզված հոտի նման են, որ խուզում են այդ գառերին ու մտցնում են այդ կրորինաջրի միջով, որ ասնում է, հլնում այդ գառը ինքան սպիտակ է, վրի օտար մարմիններն էլ արդեն սատկում են, երբ այդ կրորինաջրով գառերը անցնում են, ես տեսել եմ, մեր մոտ շատ են այտենց լողացնում, տեսնում եք ինչի հետ համեմատում, ատամներդ լվացարանից դուրս եկող խուզված հոտի նման են, որ խուզված է մաքուրն է երևում, կեղտոտ արդեն հեռացած է, որոնք ամենքը եկվորյակներ ծնողներ են և ամուլ չկա նրանց մեջ, որթան կարմրի թելի նման են քո շրթունքներդ, կարմիր էլի, Եվ չեթակ անգարց կրաստից երև ներքեք, ասեք երկոսն ասում, բնական կարմիրը նկատի ունի, որթան կարմրի թելերի նման են քո շրթունքները, և բերանդ վայելու չէ, կիսած ուշադիր, նրին նման, կիսած նուրը կարմիրա, չէ, ես թշիգները կարմիրա, այտերդ ծամերիդ տակին, ուրեմն ծամերը յուսված չի, կամ կարալվից հակտրած, ծամերը եկած, կեսը այտերի վրով դոշերինա փրված, կեսը ուսի վրա հասկանում եք, սա նպատակ չի գրվե, փեսան այդպիսի հարսի է համարում։ Նորից եմ կարդում, ինչը որ կարևոր է վարդապետության մեջ, կիսած նրի նման այտերդ, թշիգներդ, կարմրաթուշ թշիգներդ, ծամերիդ, մազերիդ, վարսերիդ տակին, Իսկ եթե դու հավաքում ես այսենց սոտվի անտենան ես սարքում, համ ուստկում են, համ էլ ես պլուրում են պոլոմբոզ ես սարքում, ատա էլ թշիգները կամ վզիգները կծածկի քո մազերը, ես տղամարդկանց գրգռող տեղերը, որ հաճույք են ստանում այդ վզի տակը ամփուրելուց, այտերը տվել է Եվային իր մերկությունը որոշ չափով փակելու համար, ամեն, որ այն ժամանակ Եվան շոր չուներ։ Պարանոցդ, 4-րդ խոսք, պարանոցդ նման է Դավիթի աշտարակին, զինարանի համար շինված, ուր 1000 ասպար կան կախված, բոլորն էլ քաջազումների վահաններ, պարանոցը չէ, վիզը նկատի ունի, ես հպարտ էլի, նենց գաստ, այդ ամուրա էլի, այդ նկատի ունի։ Զույգ ստինքներդ նման է մի զույգ ուլերի, եկվորյակ այծամի, որը ստե տարածում է գրած արեք
տնը ջնջեք թո մնա արածում է, որ արածում են Շուշանների մեջ այդ զույգ ուլերը, հասկանում եք, արդեն բոլորդ գիտեք ինչա բացատրում, զույգ ստինքդ նման է մի զույգ ուլերի, եկվորյակ զույգ էլի մի նման են, եկվորյակ այծյամի, որ արածում են Շուշանների մեջ, քանի որ փչում է օրվա քամին, Էսի բոլորը փեսան է խոսում, սկզբից մինչև էսա կասեմ որտեղ, քանի որ փչում է օրվա քամին և փախչում են նրա ստվերները, գնամ ես զմուրսի սարովը և կնդրուկի բլուրներով, էսի ինչ է, հոտավետ բաներ էթան բերեմ, երևի նվիրեմ հարսին, բոլորովին գեղեցիկ ես, տեսեք միշտ գովում է, եթե ասենք պարզ գրված է, որցի փեսան է, բոլորովին գեղեցիկ ես ու իշքան ակինը սիրում իրեն գովես, մեծարես, ասես դու լավն ես, քո նմանը չկա և էտ իրանը ուժ ես տալում, չեմ ասում միշտ էտի արա, բայց մեկ իրանը ցույց տու, որ ինք ուրախանա ավելի խոնար և հեզ լինի, իրականից յուրաքանչյուր մեկ ինչ որ գովերգում ես, ավելի լավ է խոնարվում և ավելի սիրում իրա կողակցին, բայց միշտ չէլի իրա եսը գովերգես, որ կործանվի է պարտանը։ Բոլորովին գեղեցիկ ես, ով իմ ընկերուհիս, և քեզ վրա չկա մի արատ, պատկերացնում եք ես ինչա, անթերի ես, թեկուս հարսը տենց անթերի պիտի լինի, և նույնը քու կողակից է դու պետք քիչ իրեն համոզելով, ասես ես ուզում եմ դու անթերի լինես, ուրեմն ես էլ փոխվի, արի իրար հետ միաբան, իրար սիրենք, իրար ու տերկայնենք, որ մեր վրա որևիցե բիծ չգտնեն օտարները և չարախոսեն։ Բոլորովին գեղեցիկ ես ով ընկերուհիս, և քեզ վրա չկա մի արատ, արի ինձ հետ Լիբանանիցը, էսի փեսան է խոսում, արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը, մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, էսի բարձր սարեր են, ստեղ կա տպագրական թերություն, փաղագիծը կարակ բացեք առյուծների դեմը և վերջում փակեք, առյուծների բանակատեղից, ինձերի սարերից, էսի որտեղից է, անհասկանալի բան է, հիմա գրեք ինչը որտերը բացել է, խորհուրդը, մտիկ տուր ասում ես բարձր սարերից և մտիկ տուր ես առյուծների բանակատեղից և ինձերի սարերիցի տեղը գրեք, խորհուրդը, չար մարդկանց, բնակված աշխարից, ամեն, նորից կարդամ, մտիկ տուր Սանիրի և Հերմոնի գագաթից, չար մարդկանց, բնակված աշխարից, ամեն, կագնի ու նայի, սիրտս էլի փեսան է խոսում, սիրտս հափշտակել ես, գրավել ես, ես ինչ ես արել, տարել ես, մարդիկ չկարծան տարիներով ընձի կոտրեին փոխեին, դու քո սիրով գերեցիր և տարար, ու շատ էրինա, կինը գերում ու տանում, ոմանց լավ ճամփեքի մեջ են տանում սուրբ քուրերը, ոմանց էլ ամբարիշ կիները տանում են կործանում, սիրտս հափշտակել ես, ով իմ քույր հարս, ուրեմն ունակա, չէ, կինը խելքահանանի մեկ քիչ թուլամորտ եղբայրներին, սիրտս հափշտակել ես, ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես, նայվածքներիդ մեկովը, մի հատ նայում ես, նայվածքդ խելքից կհանի, էլի չէ, երկել կա, մի հատ նայում ես, արդեն անջտում է, էլի ամեն ինչ, ուրեմն սիրտս հափշտակել ես ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես նայվածքներիդ մեկովը, պարանոցիդ մանյակների մեկով, էլի այդ պարանոցը ամենագրավիչ տեղն է, մեշոլ որ անվայել քուրերը բացում են իրանց ավելի, արդեն վաբշե անջատում է, գալավանի ռաբոտ է այդ, հասկանում եք, դրա համար էդի ասում է կնոջ այդ գերող բաների մասին, սիրտս հափշտակել ես ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես նայվածքներիդ մեկովը, պարանոցիդ մանյակների մեկովը, դրա համար պարանոցդ մինչև վիզդ փակ պիտի լինի, ամեն, տղամարդին գերող, տղամարդին գրգռող ամեն տեղերը պտի փակ լինի, մենակ քո փեսայի առաջը բացվի, որով ինքը գերվում և գրավում է,
Ինչ գեղեցիկ է քո սերը, էլի Փեսան է խոսում։ Ով իմ քույրս, ինչ լավ է քո սերը գինից, մարդիկից ձև են գինին սիրում, բայց իրոք Փեսան գինուչած իրական Փեսան, գինուչած սիրում է իր կողակցին։ Ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույրս, ինչ լավ է քո սերը գինից, քո յուղերի բուրմունքը ամեն խունկերից։ Տեսակ, այդ անուշահոտ դուխիներն է, ցանեք թե գարշելի նեխած հոտերը, քրտնքահոտակ վերջը մեկի հիգիենային շատ տեղ տվեք, որտեղ դրանով կարում են հատուկ դուխիներ կոկիները ցանում են իրանց վրա, որ անուղեղ եղբայրների գողրան տանեն, անուղեղ տղամարդկանց, ու իրոք տանում են։ Բա դու չես կարում քո վրեն օծանելիք այդ դուխի, չեմ ասում քսվես, անուշհոտ։ Այդ անուշահոտությունը աստծուց է, զզվելի հոտը դևից է։ Անուշհոտ, քո ամուսնուն գերող հոտերը, ինչը շատ է սիրում այդ դուխին ընտրելուց, ասա որ մի հոտնադուրդ գալում, ուրեմն կինը թո տղամարդին հաճելին վերցնի, որտև այո ցանում է, որ նրան հաճելի լինի, տղամարդն էլ կնոջը, ամեն, դու պետք է ինձի ասես ինչ դուխի վեկալեմ, ես նա չէ խոսում, կենաս հոտ կծա, որ զզվի վրետ չնայի դա, էդի լոք հարգանքա ու երևում է, որ այդ զույգերը իրար սիրում են, ամեն, ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույրս, ինչ լավ է քո սերը գինիից և քու յուղերի բուրմունքը ամեն խունկերից։ Մեղրախորիս խեկաթում շրթունքներից, արդեն սիրող զույգերը հասկանում են ինչա, որ համբուրում են այդ քաղցրությունը վայելում են։ Մեղրախորիս խեկաթում քո շրթունքներից, ով հարս, մեղր ու կաթ կա քո լեզվի տակին։ Եվ մեղր ու կաթ, էդ էլ կարաս ընդունես, որ նաև ոգևոր քաղցր բաներ կա այդ հարսի այդ կնոջ լեզվի տակին, խո հարցը մեղրը չի, իրա բերանի խոսքը քաղցր է, վայելու չա, քեզի դուր է գալիս, ոչ թե զզվանք է պատճառում։ Մեղր ու կաթ կա լեզվի տակին, ու և հանդերսների հոտը Լիբանանի հոտի նման է, տեսակ, այդ անուշահոտը, այդ անուշահոտությունը, այդ քաղցր հոտերը գրավում են Փեսային։ Փակված այգի է իմ քույր հարսը, փակված ակն է, ակունք էլի, աղբյուրի ակունք, մենակ ինձ է պատկանում, փակված ակն է, կնքված աղբյուր է, տեսնում եք, այս ակն աղբյուրը նկատի ունի, որը տիշ ջուրաբխում ու մենակ ես պիտի խմեմ, ինչպես առակած գիրտնա չի ասում, դու մենակ քո ջրամբարից ջուր խմա, հետի մենակ քեզ է պատկանում, այո, այդ կնոջ ամեն գրգրիշ տեղերը, ամեն սեր պարունակող տեղերը պիտի փակ լինի, մենակ բացվի իր Փեսայի դեմը, տեսեք, գրված է, իսկ ես սրա աղանդավորները իշկա չկա բացած է, սմա հասարակած վիճակով, ով ինչ ուզում է թող տիրանա։ Փակված այգի է իմ քույր հարսը, փակված ակն է, ակունք է, կնքված աղբյուր է, քո ոստերը նրդենիների դրախտ է, պատվական պտուղներով, հինաներով ու նարդոսներով, նարդոս և քրքում, եղեգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուրսով ու հալվեով, բոլոր գլխավոր բուրմունքներով, տեսնում եք ինչքան անուշահոտություն է բուրում հարսից, միշտ, թե բնավորության գծից, թե իր անվերսներից, պարտեզների աղբյուր, կենթանի ջրի ջրոր, էսի լրիվ խորհուրդներով հասկացեք, որ ամեն իր բնավորության գծով, իր տված ժպիտով, իր տված սիրով, իր տված համբյուրներով կերակրում և բավարարում է Փեսային, ամեն, պարտեզների աղբյուր, կենթանի ջրի ջրոր և Լիբանանից հոսած վտակներ, այո, այդ սիրո հեղեղներով ինք իր ամուսնուն է կերակրում և այդ իրանց սիրո հեղեղները տարածվում հրապարակների մեջ և մարդիկ տեսնելով երանելի են տալում, ես այդ այս բաներ շատ եմ լսել, որ շատ քուր աղբերների ապրած կյանքի աշխարհիկները, կրոնավորները երանի են տվել։ Զարթնիր, էսի գնաց արդեն Փեսայի խոսքը ավարտվավ,
վերջի խոսքը հարսին է։ Տեսեք, մի գլուխ ամայրա փեսան գովում է հարսին, հələ տեսնենք հարսը ինչ է ասում։ Զարթնիր ով հյուսիս եւ եկ ով հարավ, փչիր իմ պարտեզին, հարսն է խոսում, թող փրվին նրա բուրմունքը, թող իմ սիրեկանը իր պարտեզը գա եւ ուտե նրա պատվական պտուղները ամեն։ Էս էլ հարսի խոսքը ավարտվավ։ Այսքանով ավարտեցինք երկրորդ 4-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 5-րդ գլուխ Սիրիալը հարսն է, լսում է սիրողին փեսային, Սիրիալը լսում է սիրողի ձայնը, գանգատվում է բաժանմունքից եւ գովում նրա գեղեցկությունը։ Ասենք մի ժամանակ, որոշ ժամանակով բաժանվում են ու ման են գալու, վերջում իրար գտնում են, այս նկատի ունի, որ մի կարճ ժամանակ եթե սիրած զույգեր իրարից բաժանվում են, դաժան են տանում, ամեն այս նկատի ունի։ Հիմա փեսան է խոսում։ Ես եկա իմ պարտեզը, ով իմ քույր հարս, քաղեցի իմ զմուրսը իմ բուրմունքի հետ, կերա իմ խորիսխը իմ մեղրի հետ, խմեցի իմ գինին իմ կաթի հետ, կերեք ով բարեկամներ, խմեցեք ու զվարթացեք, ով սիրելիներ։ Հիմա հարսն է խոսում երկրորդ խոսքով։ Ես հարսս քնում եմ, բայց սիրտս արթուն է, սիրեկանիս ձայնն է, մոտը չէ, բաժան վիճակա, բաժանվել եմ որևիցե առիթով, կարող է մի կարճ ժամանակով, բայց չի կարող առած փեսայի քնի։ Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է, մի խոսքով ինքը քնած չի, էլի տառապում է, այնա որ պարկել է, մենակ չի կարող քնի։ Իսկ զույգեր կան տարիներով, ամիսներով մենակ բաժան կքնեն ու իրանց մեջ այդ սերը, այդ կապող ուժը չկա։ Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է, սիրեկանիս ձայնն է, դուրը թակում է, ենթադրում է, էլի, այդ բաների մեջ է, ուշերի մեջ է, բայց ինձ համար, ով քույրս, ընկերուիս, աղավնիս, կատարյալս, սիփեսան է խոսում, որովհետև գլուխս լիքն է ցողով, վարսերս գիշերային շաղերով, նորից հարսն է խոսում։ Իմ պատմուճանը ես անել եմ, ես ինչպես հագնեմ նրան, ոտներս լվացել եմ, ես ինչպես աղտոտեմ նրանց։ Էլի հարսն է շարունակում։ Սիրեկանս ձեռքը մեկնեց ծակովը եւ աղիքս գալարվեցան, աղիքներս գրեք, որ այստեղ օգնակիով է խոսում, եւ աղիքներս գալարվեցան նրա համար։ Քաս մի խոսքով ամուզում ալնի դուրը բացա, ամել եսիկը ներվե երևի, չէ մեթում, բայց ասում է Երանի մի ձևի բացա պեսենտուն կա, էլի։ Հա։ Սիրեկանս ձեռքը մեկնեց ծակովը եւ աղիքներս գալարվեցան նրա համար։ Ես, էսի հարսն է խոսում, վեր կացա, որ բանամ սիրեկանիս համար, եւ ձեռքերիցս զմուրս կաթեց, եւ մատներիցս հեղուկ զմուրս փականքի բռնատեղի վրա։ Ես հարսն է խոսում, ես բացի սիրեկանիս համար, բայց սիրեկանս դարձել անցել էր։ Շատ անգամ է չելնում, որ կնոջտերը միտքա տալու, մեծ էս կորություն արա, կթողա կգնա, մի եսիկի տեղ դու, չէ ինքն իր եսիկով ուզում է հակառակվի, մեկ էլ տեսնում է թռավ գնաց, բարկացավ կամ հիասթափվավ կան, չէ տես դեպքեր, որ հայրը գալիս է խրատում է, համոզում ասում է մի արա, որ բաժանբանք էլ չենք միանա, բայց սրա եսիկը լգազա տալում, մեկ էլ փոշմանում է արդեն ինչ, պոեզը գնացել է, չէ գնացքը գնացել է, այս պահի մասին ասում, ես բացի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը դարձել անցել էր, սիրտս գնացել էր, նա խոսելիս,
որոնեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց չպատասխանեց։ Ես ի կթաղեմ, որ ինքախ եկեր իր կանչում էր։ Բան եմ օրե, ինչ եմ օրե, պատմուճանս ես անել եմ, մի հատ քաշավրետ։ Պատմուճանս ես անել եմ, ես ինչպես ակնեմ նրան, ջայել չէ, ես չեմ ակնելու, գնա, ընձի պետք չես դու, բայց սիրտն ուզում ա։ Ոտներս լվացել եմ, ես ինչպես աղտոտեմ նրանց։ Բայց ոնց էլ արա սկսիր փողոցները մռմռալով, բռբռալով մանգաս, պես այդ մանգաս։ Եղավ, այդի կնոջ ես ասեր վիճակը, ժողովուրդ ես առաջ կարդում էի, չէի հասկանում, բայց երբ սկսեցի մանրակրկիտ սերտել, տեսա կնոջ այն ամենակարևոր բնավորության գծերը ստեկո։ Ես բացի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը դարձել անցել էր, հələ քիչ էր արե։ Սիրտս գնացել էր նա խոսելիս, որոնեցի նրան, բայց չգտա, բա ոտքերը լվացել էիր, չէիր ուզում փոշոտվեր, բա իմի ոնց ես ցեղերի միջով վազում։ Եսի գնա չէ, քանի կողակիցդ կաղը տա, գինը չես հասկնում, կկորցնես կմնաս անտեր նոր հասկնաս։ Ես բացի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը դարձել անցել էր։ Սիրտս գնացել էր նա խոսելիս, որոնեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց չպատասխանեց։ Ինձ գտան քաղաքում շուր եկող պահապանները, դե փողոց վազում ա, են ձախը կորցրած ոչխարի նման։ Ինձ գտան քաղաքում շուր եկող պահապանները, խփեցին, վիավորեցին ինձ, բա ինչ պետք է անեն։ Խելոք մնիր, այդդ գլխի տլներ մեկը չեր մոտ կնի, անտեր կնի քեզ դու կխփենել, կթքենել ամեն, այ որ հասկնաս ինչ էր գլուխդ քո համար։ Խփեցին, վիավորեցին ինձ, եսի անարգելը, թքելը, տերով կնոջը, որ մեշոլ հարգանք վայելող ամուսինուկին են, ուրիշ ձևի են արգում։ Բայց որ մնում ամենակ, արդեն անարգում են, կատանից էլ անարգեն, որդին էլ անարգա, հարսն էլ անարգի, չէ։ Ինձ գտան քաղաքում շուր եկող պահապանները, խփեցին, վիավորեցին ինձ, վեր առան քողս, վրայիցս, պարիսների պահապանները, հասկնում ես, եթե անարգելը, պղծելը, ինչ էլ ասես կանեն, եթե անտեր կինա։ Երդում եմ տալիս ձեզով Երուսաղեմի աղջիկերք, եթե գտնեք իմ սիրեկանին, ինչ եք ասելու նրան, ասեցեք, թե սիրով հիվանդ եմ ես, բթաղեմ ես իքդ, էկերերը, չիր ասում, պարկել եմ, պատմուճանս հանել եմ, տոտիգներս, ոտիգներս լվացել եմ, չեմ կարող գալ, ժամանակին թողայիր, երբ կորցնում ես, նարգինը հասկնում ես, դրա համար իշքան շուտ կոտրվի կինը իր հպարտությունից, ենքան իր ընտանիքը փլուզումից ետ կպահի։ Ինչ ավելի է քո սիրեկանը ուրիշ սիրեկաններից, էսի խոսում են ուրիշ կիներ, էլ ինչ ես տենց բանոնում, խենթի պես են գեման գալում, կամ ժամանակին գնահատեիր։ Ինչ ավելին է քո սիրեկանը ուրիշ սիրեկաններից, ով կանած գեղեցիկդ, հարսին են ասում։ Ինչ ավելին է քո սիրեկանը ուրիշ սիրեկանից, ուրիշների մարդկանցից էլի, որ մեզ այդպես երթում ես տալիս, հələ բացատրենք էդ ինչ մարդ է, ինչ արեք ես, հարսն է խոսում, իմ սիրեկանը սպիտակ ու կարմիր է, բյուրերից գերազանց, էսի կարակ գրեք, 10,000-ի մեջ գերազանց, էլի էդ նկատի ունի, բյուրերից գերազանցը, ուրիշ թարգմանության մեջ գրված է 10,000-ի մեջ գերազանց է։ Նրա գլուխը ոսկի է մաքուր, էդի գովում էլի ինչքան սեր ա տվել իրան եւ ինչքան են սիրել։ Նրա գլուխը ոսկի է մաքուր, նրա գեսերը կարակ ու ուղեկ, ստե գեսերը վարսերը, գես վարս։ Նրա վարսերը ծածանվում են, սև են, ագրավի պես, չիլ սև։ Նրա աչքերը, ես արդեն որ կորցրել է հարսը, տեսեք մինչև էդ չեր գովում, որ եղածը կորցրել է, նոր խելքի է, եկես սկսում է իր այրի տաղանները, իր այրի սերը պատմել ուրիշներին, բայց ժամանակին չէր պատմում։ Նրա աչքերը ջրի վտակների մոտ եղող
աղավնիների նման են, կաթի մեջ են լողում, ընդելուզված ակունքի պես նստած էր, էսի տպագրական թերությունա, ընդելուզվածը էդիկ արեք փագագծի մեջ, նստածելով փագակ ու գրեք, ուրեմն կաթի մեջ են լողում, կամ լավ վերևից կամ, նրա աչքերը ջրի վտակների մոտ եղող աղավնիների նման են, կաթի մեջ են լողում, գանված գոհարների պես են, կաթի մեջ լողացող գոհարը իշքան սիրուն կլինի, հետի աչքերի գեղեցկությունն է բացատրում, նրա էլի փեսային նկատի ունի, նրա այտերը բալասանի ածուի պես են, ծաղկած բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուրս կաթող շուշաններ են, համբյուրելուց չի կշտանում, ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նրա որովայնը փոսկրյա բանվածք է, շապիղյաներով պատված, նրա սրունքները մարմարյա սյուներ են, հաստատված մաքուր ոսկի խարիսխների վրա, կերպարանքը Լիբանանի պես, ընտիր եղևնիների նման, բոյով սիրուն, չէ, նրա քիմքը քաղցրեղեններ են, և նա ինքը բոլորովին ցանկալիքը, քսր մի խոսքով բացասական տեղ չունի, բայց ժամանակին չէր հասկնում, նրա քիմքը քաղցրեղեններ են, և նա ինքը բոլորովին ցանկալիք է, էլի ցանկալի տղամարդ է, ահա իմ սիրեկանը, էլի նկարագրեցի կարճ մի քանի բառով, ահա իմ սիրեկանը, և ահա իմ ընկերը, ով Երուսաղեմի աղջկունք, սիրելի քուրերիմ, ես ես գովում եք ձեր ամուսիններին, լավ գոնե ուրիշի դեմը չէ, ձեր սրտի մեջ, փեսաները շատ են պատմում, տեսակ դրանից առաջ, հլը որ չէին բաժանվե, փեսան գովում էր, թե իրա քույր հարսը իժ լավնա, բա դու գովում ես, գոնե քո մեջ հասկանում ես, գնահատում ես, թե դու գիտես դու վերջին, քեզնից ա որ քո այրը այդքան սիրում ա քեզ, քավլիցի տես չի, տիրոջ տված պարգևն ա, թե կնոջ առաքինությունը, թե այրի առաքինությունը, ամեն, այսքանով ավարտեցինք եւ երկրորդ 5-րդ գլխի օրհնյալ սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը, մնաք տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։